Պարոն Ղուկասյան, վերջերս Սյունիքի մարզի գյուղից երկու երիտասարդ էին մոլորվել, փաստորեն հետո պարզվեց, որ առհասարակ ադրբեջանական կողմում չեն եղել։ Դուք կարող եք մանրամասներ հայտնել, ի վերջո տղաները որտեղ են եղել եւ ինչու են ամբողջ գիշեր այդպես ուր են անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ այդ լուրը տարածվեց, բնականաբար ես չգիտեմ, այստեղ մարդ կար, ով փորձել էր ինձ հետ կապ հաստատել, ես հրաժարվեցի որևէ բան ասել, ինչի համար, որովհետև տեսեք, կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկան, եւ այստեղ ցանկացած բան, որ իմ կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետեւաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելուց, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր հատվածներ։ Դեպքում պարոն Ղուկասյան, ինչպես եք գնահատում այն փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին։ Դե ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը, որ եղել է իրեն հերքեց։ Ինքը իրեն չէ, այնտեղ եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են լինում։ Ինչպես էին նաեւ Տեսեք Ժողովուրդ ջան, կներողություն խնդրեմ, այս մասը ասեմ։ Այն հատվածները, որտեղ որ իրենք մոլորված են եղել, այդտեղ կա բան, որևէ բան գոյություն չունի։ Հետևաբար ինչպես է իրավասու կառույցը հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքերը դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր, որը հետո իրենք հենց երիտասարդները ադրբեջանական զորերի իշխանությունները երեխեք մի հատ հարկ եկել իրար զողով որ ես ձեզ ասեմ, էլի իսկականից ձեզ ո՞մ է գործանելու։ Պարոն Ղուկասյան, գիտենք, որ այս զորերին իշխանությունները չնայած մի շարք անվտանգային խնդիրներ կան, բայց օրակարգային են դարձրել վեհափառից ազատվելու հարցը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհուրդ ձևավորեն, որը կզբաղվի նոր կարգավորվածի ընտրության։ Դուք այս երևույթին ինչպես եք վերաբերվում այն պարամետրերին, որով վարչապետ արտահայտում է եկեղեցունացին։ Տեսեք, կա խնդիր եւ այդ խնդրի մեջ ես իմ կարծիքը այս բան չէի ցանկանա բարձրաձայնեմ, որովհետեւ այսպես թե այնպես մենք գիտենք, որ կա գոյություն ունի խնդիր ու առաջին դեմքերի մակարդակով ես կխնդրեմ ձեր պահեմ ես ինձ եւ ինձ այդ ուղղությամբ հարցեր չտամ, որովհետեւ որպես հայ մարդ իհարկե ես շատ ցանկանայի, որ այնպիսի իրավիճակ լիներ, որ ընդհանրապես այսպիսի դրվագներ չունենանք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, կա հարցադրում, ես վստահ եմ նաև ինչ որ մի փուլում կլինի պատասխան եւ այս ամեն ինչը կլուծվի իշա մեր հայ ժողովրդի իշա։ Որ ժողովուրդը գնա վեհարանի մոտ եւ պահանջի, որպեսզի վեհափառը հեռանա։ Ես ինձ համար ընդունելի է միայն այն ինչ որ մեր ազգային եւ պետական շահերից եւ մեր ժողովրդի կամքով լինի, մնացածը արդեն ես չեմ կարող ժողովրդի փոխարեն կամ այնպեսի կարծիք ասեմ, ես կարող եմ մեկ անհատի չի ներկայացրել, Նիկոլ Փաշինյանն է այս բանը։ Չեն ներկայացնի, Ժորժ ջան, չեն ներկայացնի, այդ ամեն ինչը կլուծվի եւ կվերջանա։ Ուզում եմ ասեմ, հիմա process կա, դիտենք, ես էլ ուշադիր հետևում եմ, ես մտածում եմ անընդհատ դրա մասին։